Պարոն Հովհաննիսյան, Տիկին Ղազարյան, երեք ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական նիստից հետո ի պատասխան իմ գործընկերոջ հարցին որքան է գնահատում իր շանսերը, արձագանքել է 100% եւ նաեւ հավելել է, որ չի պատրաստվում դառնալ ընդդիմություն։ Փաստորեն քաղաքացիական պայմանագրի եւ ընտրապայքարի մասնակցող մյուս ուժերի շանսերը այսպեսով գնահատվում են 0 ըստ պարոն Կարապետյանի հաշվարկի։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս հաշվարկի վերաբերյալ եւ մի նկատառում հիշեցում էլ վստահ եմ հիշում եք, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ ի պատասխան համանման հարցի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր շանսս որն է 100-ից 90 խփեմ, 80, 70, ինչքան ուզես, այդքան խփեմ։ Շնորհակալություն։ Դե չգիտեմ Սամվել Կարապետյանների հաշվարկների տրամաբանությունը, նախ Սամվել Կարապետյանը ոչ պատգամավորի թեկնածու է, ոչ էլ առավել եւս կարող է վարչապետի թեկնածու լինել, դրա համար չգիտեմ ինչ շանսերի մասին ենք առասարակ խոսում, Սամվել Կարապետյանը 100% չի կարող լինել եւ պատգամավոր եւ վարչապետի թեկնածու։ Այսքանը Եվ ես պետք է երկրորդեմ երեկվա նաև վարչապետի ելույթում հնչած միտքը առայն, որ ժողովուրդն է որոշում, ով քանի տոկոս հավանականություն ունի, ով քանի տոկոս վստահություն ունի եւ շանս ունի, եւ ժողովուրդը հունիսի 7-ին կորոշի եւ հունիսի 7-ին ժողովուրդը պետք է ուրեմն պատերազմի եռագլուխ կուսակցությանը տա 0 ձայն։ Այսքանը եւ ձեր վերած օրինակն էլ լավ օրինակ է, ինչքան ուզենք խփենք եւ այլն, նման շատ հայտարարություններ են հնչել, տեսնում ենք թե որտեղ են այսօր այդ հայտարարության հեղինակները։ Շնորհակալ։ Եթե Տիկին Ղազարյանը ասելիք ունի, բայց երևի թե կան այլ հարցեր, խնդրեմ Պարոն Հովհաննիսյան, թերևս հարցս հզող է։ Երեք Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանն ուզում են կնքել խաղաղության պայմանագիր, Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Դա կարծես թե արդեն նախապայման է դառնում, պահանջը փոխել սահմանադրությունը։ Հարցս հետեւյալն է. արդյոք Հայաստանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար ինչ որ նախապայման դնելու է Ադրբեջանի առաջ, օրինակ, մինչեւ մեր գերիները չվերադարձվեն, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի կամ մինչև Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս չգան, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, թե ցանկացած պարագայում Հայաստանը պատրաստ է ստորագրելու խաղաղության փաստաթուղթը։ Շնորհակալություն։ տեսեք, թե գերիների վերադարձի հարցը, թե Հայաստանի Հանրապետությունում գտնվող ուրեմն ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը հնարավոր է լուծել խաղաղության պայմաններում։ Եվ մենք գնալու ենք այս օրակարգով, ինչի մասին բազմիցս խոսել ենք։ Մենք որևէ նախապայմաններ չենք դնում խաղաղության հասնելու համար, որովհետև նախապայման դնելը ըստ էության փակուղի տանող ճանապարհը եւ խնդիրները չլուծելու մասին է։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, մենք բազմիցս ասել ենք դեռևս 2019 թվականից, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր սահմանադրություն եւ նոր սահմանադրության օրակարգը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքաղաքական օրակարգն է։ Այսքանը շնորհակալ եմ։ Ավելացնում Հայաստանի Հանրապետությունը ինչպես հայտարարել է, այդպես էլ շարունակում է նույն դիրքորոշումն ունենալ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար նախապայմաններ չի առաջ քաշելու, այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագիրը մեզ է պետք, մենք ոնց որ մեր մի շահը մյուս շահի հետ փոխել չենք կարող։ Ինչպես խաղաղության պայմանագիր ստորագրելն է մեզ պետք, այնպես էլ գերիների վերադարձը եւ Հայաստանի տարածքներից դուրս գալն է մեզ պետք եւ հետեւաբար մենք չենք կարող ասել մենք կկրակենք մեր ոտքին, եթե չանեք այն ինչ մենք ուզում ենք։ Հետևաբար խաղաղության պայմանագրի օրակարգը Հայաստանի համար է առաջնահերթություն։ Եթե կլինեն կողմեր, երրորդ կողմեր, երկրորդ կողմեր, ովքեր կցանկանան ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, դա ավելի շատ ի վնաս Հայաստանի է, հետևաբար հօգուտ Հայաստանի է ամեն ջանք գործադրել, որպեսզի օր առաջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ դուք գիտեք, մենք դեռևս նույնիսկ վերջի երկու կետը չհամաձայնեցված 24 թվականից ասում ենք, որ կարող ենք նույնիսկ այդ պահին ստորագրել, հետո համաձայնեցնել շարունակություն եւ արդեն եւ Հայաստանի համար դա ամենաառաջնահերթ հարցն է խաղաղության օրակարգում ստորագրել եւ վավերացնել խաղաղության պայմանագիրը առանց որևէ նախապայմանի։
Ղազարյան, ձեր ասացից կարող եք ենթադրել, որ Ադրբեջանին պետք չի խաղաղության պայմանագիրը, դա հենց մեզ է պետք։ Ես չգիտեմ Ադրբեջան պետք է թե չէ, դե պետք է գնանք Ադրբեջանին հարցրեք, բայց այն որ մենք կարողացել ենք կառուցողական աշխատանքի միջոցով հասնել նրան, որ մենք համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի բոլոր կետերը, եւ ես կարծում եմ Ադրբեջանը նույնպես պիտի որ ձեռնտու լինի այս պահին, հենց այսօր ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանի Հանրապետության շահերից նույնպես դա ելնում է, իմ դիտանկյունը այդպեսին է։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք հենց այսօր ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Իսկ նախապայմանները միայն ավելի բարդացնում են process-ը։ Ես կարծում եմ, որ դրա վրա պետք է ուշադրություն դարձնենք, փորձենք ավելի կառուցողական տրամաբանության մեջ մտնել, չէ դարձնենք խաղաղության պայմանագրի համար խնդիրներ կամ Ադրբեջանից եկող խոսույթները մեր ներհայաստանյան կյանքում մանավանդ նախընտրական շրջանում են, որ ինչ որ դուք ասեցիք, ոնց որ ավելի շատ նախընտրական խոսույթի մասը, քան իրական ռեալ քաղաքականության, եւ փորձենք Հայաստանի եւ Ադրբեջանի տանը խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը, ես կարծում եմ կառուցողականությունը բոլորիս համար օգտակար է, բոլոր երկրների հետ Հայաստան կառուցողական հարաբերություններ ունենալը հայ ժողովրդի շահերից է բխում։ Մի կարճ լրացում էլ անեմ, այն ինչ պետք է մեզ կամ այն ինչ պետք է Ադրբեջանին կամ այն ինչի շուրջ համաձայնենք եւ մենք եւ Ադրբեջանը հստակ սևով սպիտակի վրա արտահայտված է նախ սահմանազատման եւ սահմանագծման ուրեմն կանոնակարգում, որ առաջին պաշտոնական փաստաթուղթն էր եւ այնուհետեւ նաեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում եւ խոսակցություններից այն կողմ ռեալ իրականությունը սա է եւ պետք է ամեն ինչ բխեցնել պայմանավորվածություններից, փաստաթղթերից եւ ոչ թե ուղղակի տարբեր մեկնաբանություններից եւ խոսակցություններից։ Շնորհակալ եմ։ Հանրային ռադիո խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Օգտվելով այն առիթից, որ մենք լրագրողներս այսօր շատ քիչ ենք, մնացածը կառավարությունում են, մի քանի հարց ուղղեմ։ Առաջինը նա է, որ երեք եւս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու թեման փակ է եւ չի քննարկվում։ Մեզ հետաքրքրում է օրինակ քաղաքացիական պայմանագիրը ինչ է առաջարկում օրինակ այն արցախցիներին, ովքեր տեղահանվել են բռնի ուժով, օրինակ մարդիկ ասում են մենք ցանկանում ենք գնալ մեր տներ կամ վերադառնալ, այս օրակարգը արդյոք Ադրբեջանի հետ հարաբերություններում արծարծվում է եւ նման մարդիկ ինչ պատասխան են ստանալու։ Երկրորդ հարցը վերաբերում է առաջիկայում ապրիլի 24-ն է, արդյոք անկախության հռչակագրի 11-րդ կետով սահմանված դրույթով իշխող կուսակցությունը դեռ առաջնահերթություն է համարում ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Եվ երրորդ հարցը մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, ըստ որոնց իրավապահ համակարգը, մասնավորապես ուժային կառույցները ճակերտավոր ասված բերվում են առաջին աստիճանի պատրաստվածության, քանի որ ընդդիմությունը ինչ որ հավաքներ է ուզում անցկացնել եւ այլն, սա իրականությանը համապատասխանում է թե ոչ եւ արդյոք ընդդիմությունը ինչ որ ճակերտավորացված վախեր է ներկայացնում իշխանության համար։ Շնորհակալ եմ։ Արձագանքեմ, հետո եթե պարոն Հովհաննիսյանը ավելացնել բաներ կունենա, ավելացնի։ Մենք դեռևս խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ, երբ բաց չէր տեքստը եւ բանակցություններ էին ընթանում, հայտարարել ենք եւ հիմա էլ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ որևէ տիպի փախստականների տեղաշարժերի վերաբերյալ համաձայնություն միջպետական մակարդակում չի լինելու եւ եթե անհատ քաղաքացիների կողմից ինչ որ հիշում եք միջև վերջերս մի քանի հոգի մնացել էին Ղարաբաղի տարածքում եւ վերջերս վերադարձան անհատ քաղաքացիների կողմից տեղաշարժի առումով եւ որ ազատ կլինի տեղաշարժը անհատական որոշումներ կկայացվեն որևէ տեղ մնալու դա արդեն կլինի այդ պահի իրավակարգավորումների իրավահարաբերությունների հարց չի քննարկում Հայաստանի Հանրապետությունը վերադարձի հարց չկա խաղաղության պայմանագրում եւ խաղաղության պայմանագրի կետերից դուրս որևէ դրույթ, որ համաձայնեցված կամ քննարկված կամ պայմանավորված է, չկա, գոյություն չունի։ Պետք չի ընկնել նաև կոնսպիրացիաների դաշտը, գիտեք, նաև հակառակ կողմից խոսակցություններ կան, նման խոսակցություն ընդհանրապես որևէ պահի չի եղել, նաև հակառակ դինամիկաների վերաբերյալ, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին, մենք իրենց առաջարկել ենք
աջակցության ծրագրերը, որոնց մասին կառավարության կատարողական զեկույցի դեպքում ազգային ժողովում շատ կա կարող ենք նաև տրամադրել շատ երկար նկարագրված է ինչքան աջակցություն ենք տրամադրել բնակապահովման աջակցության ծրագիրը։ Մենք իրենց առաջարկում ենք դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օգտվել ամբողջ քաղաքացիությամբ բոլոր իրավունքներից եւ ես կարծում եմ բոլոր այն մարդիկ, ովքեր քաղաքական ուժեր, ովքեր խոստանում են, որ իրենց իշխանության գալու պարագայում իրանք Ղարաբաղցի վերադարձի ապահովման պայմաններ են ստեղծելու, իրենք խափում են, մանիպուլացնում են այդ մարդկանց, իրենց պարզապես թույլ չեն տալիս, որ իրենք տնավորվեն Հայաստանում եւ ընդհակառակը դուռ են բացում, դաշտ են բացում Հայաստանի նկատմամբ հավելյալ ռիսկերի տարբեր ժամանակներում փախստականներ վերադարձների մասին խոսակցությունների։ Ինչ վերաբերում է ցեղասպանության հարցին, ես ճիշտ ասած լավ չեմ հասկանում։ Դուք մի քանի դուք չէ՞ էլի տարբեր մարդիկ մի քանի ամիս առաջ կամ մի քանի շաբաթ առաջ նույնիսկ այդ խոսակցությունը, հա, որ Հայաստան երբևէ այցելած ամենաբարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյային ուղեկցել ենք ցեղասպանության թանգարան, ցեղասպանության հուշահամալիր, դրա հետ կապված այդ գրքի հետ կապված պատմություններ բարձրացել, ոչ ոք չնկատեց, որ եթե օրինակ ցեղասպանության հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չի, ինչ գործ ուներ պաշտոնյան արարողակարգային այցով այնտեղ, դա ակնհայտ է, չէ՞, շարունակում մնալ Հայաստանի համար կարևոր օրակարգ, բայց ինչպես արտգործնախարարն է նշել, ինչպես վարչապետն է նշել, եթե չեմ սխալվում, դա Հայաստանի Հանրապետության քաղաքական, արտաքին քաղաքական top 1 օրակարգը չի, այսինքն մենք չենք գնում նստում բանակցության սեղանի մոտ եւ ասում, գիտեք ինչ, դուք մի հատ բանաձև ընդունեք ցեղասպանության մասին եւ ինչպես գիտեք, չգիտեմ, գիտեք թե չէ այդ պատմություն, որ մեր հետ կապված բանաձև ընդունել մեր բարեկամ երկրներից մեկը Ադրբեջանի 2 արբանյակ նվիրել նույն տարում, նույն օրերին։ Այսինքն դա ոնց որ խելամիտ չի, մենք ավելի առաջնահերթ օրակարգեր ունենք, մասնավորապես իրական Հայաստանի անվտանգության եւ շահերի ու զարգացման օրակարգերը, ինչ վերաբերում է ցեղասպանության, դա պատմական իրադարձություն է, որի հետ ոչ ոք չի պատրաստվում վիճել եւ ես չգիտեմ որտեղից է առաջացել այդ միտքը, որ ապրիլի 24-ի հետ կապված ինչ-որ նոր բան կարող է լինել, քան եղել է ավանդաբար։ Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում իրավապահների ավելի զգոնությանը, ես չգիտեմ նման լուրեր չունեմ, որպես քաղաքական գործիչ մեզ ոչ ոք դա չի հայտնել որպես խորհրդարանականներ, բայց ավելի քան տրամաբանական է, որտեղ նախընտրական շրջանը սուր շրջան է, լարված շրջան է եւ պետքա բոլորը ավելի զգոն լինեն, որպեսզի այդ լարումը որևէ վատ հետևանքներ չի բերի։ Շնորհակալություն։ Ես միայն կհավելեմ, որ ավելի զգոն պետք է լինեն իրավապահ մարմինները, հաշվի առնելով, որ մենք գործ ունենք նույն այն ընդդիմության հետ, որոնք մահապատժի տեսարաններ էին բեմադրում փողոցներում, այն օրստեղ ինչ որ գերանդիով մահեր էին եկել ազգային ժողովի դարպասների դիմաց կանգնել, ես տեսա ժողովրդին ինչ ասես չեն ասում, ժեղ, շունշանգյալ, ես տեսա 3 շշեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, կառավարության դիմաց ակցիաներ են եղել, որտեղ քարերով հարվածում էին ոստիկանների գլխին, լրագրողներին են, ձեր գործընկերներին են բռնության ենթարկվել նույն այդ ընդդիմության հավաքների ընթացքում եւ այս հանգամանքը հաշվի առնելով եւ հաշվի առնելով, որ մենք գործ ունենք նույն ընդդիմության հետ ուղղակի տարբեր խմբերի մեջ sense հավաքած նորից բաժանած ծրած, բնականաբար իրավապահները պետքա ավելի զգոն լինեն եւ մենք այո քաղաքական գործիչներ ենք, բայց ենթադրում եմ իրավապահներն արդեն պետքա ելնեն իրենց ունեցած օպերատիվ տվյալներից եւ նաեւ նախկինում եղած նախապատմություններից հաշվի առնելով թե ում հետ գործ ունեն, որտեղից ուղարկված մարդկանց հետ գործ ունեն եւ ինչ նպատակների համար։ Շնորհակալ եմ։ Կան այլ հարցեր։ Սիվիկ խնդրեմ։ Շնորհակալություն։ Երբ որ իրապահ մարմինները հրապարակեցին քաղաքական ուժերից մեկի գրասենյակի աշխատակիցներին վերագրող ենթադրյալ կաշառք բաժանելու հետ կապված հաղորդագրություն, պարոն Հովհաննիսյան եւ Տիկին Ղազարյան, մենք չտեսանք օրինակ ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի դատապարտող խիստ հատու հայտարարությունները։ Այս լռությունը ինչի մասին է խոսում ըստ ձեզ։ Այդ նույն բանի մասին է, այսինքն մենք տեսնում ենք, որ ուժեղ Հայաստանին աջակցում են հանրապետականները, մենք տեսնում ենք, որ վաղարշաբաթի ընտրություններում բռնվում են հանրապետականների ներկայացուցիչները փող բաժանելուց, էլի նույն խմբի հետ գործ ունենք, այսինքն ինչպես պետք է Գագիկ Ծառուկյանը քննադատի դատապարտի
առհասարակ ինչպես պետքա դատապարտի եւ ինչպես պետքա դատապարտի Սամվել Կարապետյանին կամ ինչպես պետքա Սամվել Կարապետյանը դատապարտի Գագիկ Ծառուկյանին կամ ինչպես պետքա Սերժ Սարգսյանը դատապարտի իր նախկին աշխատակազմի ղեկավարին, իր խմբակցության ղեկավարին նախկին, ասենք Քոչարյանը պետքա դատապարտի Սամվել Կարապետյանին, թե Սամվել Կարապետյանը Քոչարյանին, թե Քոչարյանը Գագիկ Ծառուկյանին, թե Գագիկ Ծառուկյանը Քոչարյանին։ Սրանք երագլուխ կուսակցություն են, նույն մարմնի 3 գլուխներ են եւ իրանք իրար չեն վնասելու։ Իրար չեն վնասելու եւ ինչ անում են իրար հետ են անում, ինչ անում են մեկ նպատակի համար են անում, որ գողանան ժողովրդից իշխանությունը եւ Հայաստանը նորից վերադարձնեն եւ դարձնեն հենակետ։ Այս է իրաց նպատակը եւ հետեւաբար բնականաբար չեն քննադատի եւ պետք է չի ակնկալել որ ինչ-որ մեկին պետք է քննադատի այդ ուժերից։ Երեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ազգային ժողովում էր ու ես իրեն հարցրի թե քանի օգտահաշվ է այս պահին բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցման համար, ինքը ասաց 22, ինչը նշանակում է որ 22 կուսակցություն այս պահին տրամադրված է հայտ ներկայացնել ընտրություններին եւ դեռ գիտեք օրեր կան, երբ որ մարդիկ հնարավորություն կունենան հավելյալ կարող ավելանա այս թիվը, կարող է իհարկե նաեւ պակասի եւ ձեր հարցը շատ կարեւոր է, որովհետեւ ես իսկապես գուցե ես ուշադիր չեմ եղել, բայց 22 կուսակցությունը բավականաչափ շատ մեծ թիվ է, որպեսզի գոնե 1-2 հոգի իրենց վերաբերմունքը արտահայտած լինեին ընտրակաշարքի վերաբերյալ, իհարկե հարգելով անմեղության կանխավարկած մարդկանց, ոչ թե անվանապես մարդկանց վերաբերյալ, այլ ինքնին երևույթի վերաբերյալ, որովհետև Հայաստանի Հանրապետության ճակատագրի ապագայի համար ամենակարևոր բանն է ընտրությունների ազատ արդար անցկացումը եւ ընտրակեղծարարությունը իմ տպավորությամբ ամենադատապարտելի բանն է որ կարող է մեզ հետ տեղի ունենալ եւ օգտվելով առիթից ես կարծում եմ որ հնարավորությունից օգտվեմ եւ ասեմ մյուս քաղաքական գործիչներին, հանրային դերակատարներին, որ ես կարծում եմ բոլորիս բարոյական պարտավորությունն է ընտրակեղծիքների վերաբերմունք արտահայտելը եւ ոչ թե միայն այն մարդկանց, որոնք իրանք աֆիլացված են ընտրակեղծիքների հետ, մենք իրանք իհարկե կարող ենք ասել, որ ինչպես կարող են ընտրակեղծարարները ընտրակեղծիքի դեմ խոսել, բայց ուրիշ մարդիկ էլ կան դաշտում եւ ես կարծում եմ, որ մարդիկ, ժողովուրդը, քաղաքացիները նույնպես ակնկալում են ուրիշ դերակատարների կողմից լսել, թե իրենք ինչ վերաբերմունք ունեն, արդյոք արդարացնում են ընտրակաշարքը, ընտրակեղծարարությունը, թե դատապարտում են։ Ես կարծում եմ, սա բոլոր հանրային քաղաքական գործիչների պարտավորությունն է դա անել։ Այլ հարցեր, կարճ հարց կարող եք։ Հարցը սուղում եմ երկու բանախոսին էլ ով կցանկանա կարող է պատասխանել։ Քաղաքացիական պայմանագիրն ավելի շատ վախենում է, որ ուժեղ Հայաստանը հայտնվի խորհրդարանում, թե որ Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետ։ Շնորհակալություն։ Խայտարակ դժվար հարց եք տալիս։ Նախ ուժեղ Հայաստան չի, երևի պետք է իրանց ասենք ուժեղ ՀՀԿ Վախերի մասին կարծում եմ պետքա դադարեցնենք այս ներողություն մանկապարտեզի մակարդակի խոսակցությունները, չնայած ես ասացի, որ մանկապարտեզում ավելի լուրջ միջավայր է, էլի համակարգային ժամերով երեխեք գնում են, գիտեն երբ են ճաշիկ ուտում, երբ են քնում, երբ են խաղում, երբ են գնում տուն, տենց ոնց է այդ խոսույթ կա, չէ՞, որ ասում է շաքար ասելով բերանը չի քաղցրանա, իսկ ուժեղ ասելով չեն հալվա ասելով բերանները չի քաղցրանա։ Սա լրիվ իրենց մասին է, այս խորհուրդ եմ տալիս դադարեցնեն այս մտածածին խոսույթը իրենց համար խնդիրներ ձևակերպեն, հետո քաջաբար այդ խնդիրները հաղթահարեն, կուրծք ծեծեն, լայվեր անեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Թող հանգիստ նստեն իրենց տեղը, չփորձեն ուրեմն ընտրազեղծարարությամբ զբաղվեն, որտեվ օրենքը շատ ուժեղ կերպով ուրեմն զբաղվելու է իրանցով։ Շնորհակալություն։ Ուրիշ բանի մասին էր պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն։